Հարգելի հավաքանու անդամներ, սիրելի ներկաներ, իմ գյումրեցիներ։ Ես ուզում եմ անդրադառնալ պարոն վարչապետի մամլո ասուլիսին, որտեղ նշվում էր, որ Գյումրու քաղաքապետարանը չի մասնակցում սուբվենցիան ծրագրերին։ Դրա համար ես ունեմ իմ ձեռքի տակ զեկույց, որտեղ տարիներով եւ թվերով դուրս ենք բերել, թե ինչ աշխատանքներ է կատարվել մինչև մեզ եւ ինչ աշխատանքներ է կատարվել այս մեկ տարվա ընթացքում։ Ուրեմն 2025 թվականի Գյումրու քաղաքապետ պարոն Վարդան Ղուկասյանին ընտրվելուց հետո հաստատած եւ ընթացիկ սուբվենցիոն ծրագրերը եղել են 5 միլիարդ 369 միլիոն դրամի։ 10 սուբվենցիոն ծրագրեր եղել են թերի փաստաթղթերով, մի շարք խնդիրներով, որոնք մեր կառավարման ընթացքում շտկվել, ճշտվել են եւ նորից հաստատվում են ներկայացվել։ 2025 թվականի ընթացքում ներկայացվել են շուրջ 5 միլիարդ 295 միլիոն դրամի սուբվենցիոն ծրագրեր, այսինքն ընդանուր 2018-ից 2025 թվականների սուբվենցիոն ծրագրերը կազմել են 10 միլիարդ դրամ, իսկ մի տարվա ընթացքում 5 միլիարդ 295 միլիոն դրամի։ Ճանապարհների մասով հիմնանորոգվել է, մենք գիտենք, 2025 թվականին հաստատվեց 2024 թվականի սուբվենցիոն ծրագրերը, 18 փողոցները, 25 թվականին կատարվել է 13 փողոցները, այս տարի շարունակվում է 5 փողոցներինը, հաստատվել է եւս 20 փողոցներ այս տարի, ընդանուր ներկայացվել է 26 թվականին 46 փողոցներ, սուբվենցիոն ծրագրեր, ներկայացվել է 2 սոցիալական բնակարաններ, 2.2 միլիարդ դրամի ծրագիր, որը մինչ այսօր չի հաստատվել, չի էլ մերժվել։ Ես կարծում եմ, որ այս ելույթը կառավարությունը կտեսնի եւ կհաստատի այդ սոցիալական բնակարանները, որոնք 100 սոցիալական բնակարաններ են եւ առաջնակարգ են Գյումրու քաղաքի համար։ Նաեւ ուզում եմ անդրադառնալ ՎԶԲ ծրագրին։ 2016 թվականից հաստատված ՎԶԲ ծրագիրը 24 միլիոն եվրոյի ծրագիր էր, որից 7 միլիոն եվրոն դրամաշնորհ էր, մյուս 17 միլիոն եվրոն վարկային գիծ։ Մինչև այսօր 10 տարվա ընթացքում կատարվել է մոտ 10 միլիոն եվրոյի ծրագրեր։ Անի եւ ավստրիական թաղամասերը Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կողմից հետևողական աշխատանքների արդյունքում այս տարի արդեն նախագծային փուլը հաստատվեց, որը մոտ 6 ամի ժամանակ է պահանջվում վերջնական տեսքի բերվելու եւ դրանից հետո հայտարարվելու շինարարի մրցույթին եւ ընդհանուր առմամբ ընդգրկելու է 11 միլիոն եվրոյի ծրագիր։ Պարոն վարչապետ, ձեզ ինչ որ զեկուցում են, այդքան էլ ճշգրտված չեն։ Պատկերը սա է, Գյումրու քաղաքապետարանը հետևողական է ամբողջ աշխատանքներին եւ երբեք ու երբեք չի խզում կապը կառավարության հետ եւ հետևողական աշխատում է սուբվենցիոն ծրագրերով եւ մնացած մյուս ծրագրերով։ Ուզում եմ նաեւ նշեմ, որ սուբվենցիոն ծրագրերի մեծ տոկոսադրույքը դա Գյումրու քաղաքապետարանի բյուջեից է 55-45 հարաբերակցությամբ, որը այս տարի ցավոք սրտի փոխվել է 40-60 հարաբերակցությամբ։ 13 կապիտալ վերանորոգված փողոցներ։ Մեր իշխանության օրոք ավարտվել են այդ փողոցները։ Ուրեմն այս 13 փողոցները նախագծերը եղել են 24 թվականին, սակայն մրցույթներ չեն հայտարարվել, 25 թվականին ավականին հաստատել է, մրցույթը հայտարարվել է, 13 փողոցները ավարտվել են, մնացել են 5 փողոցները։ Եվս 20-ը, եթե չեմ սխալվում, մրցույթները հայտարարված է, շահ կազմակերպությունը կա եւ շուտով կկնկվի պայմանագրերը, ասեմ, որ մեզանից չէ, եթե 5% երաշխավորության խնդիր կա, պետք է ներկայացնի շահ կազմակերպությունը։ 247 տնեն։ Այսօր այս փուլով ներկայացնում ենք 100 բնակարանի։
Հաջորդ փուլով մյուսիներին կներկայացնենք։ Բուլվարայի թաղամասում գործարանային շենքերից մեկը Գյումրու քաղաքապետարանը ամբողջովին իր միջոցներով է վերականգնելու, վերանորոգելու եւ նաեւ նույնպես այո, դրա մասին է խոսքը։ Բազմիցս ասել եմ, եւս օգտվելով առիթից, նորից կբարձրացնեմ ու թիրախային եմ ասել, մի խեղաթուժեք իմ խոսքս։ Թիրախային Հայաստանի Հանրապետությունը 18 թվականից մինչ այսօր 8 միլիարդ արտաքին պարկ է ավելացրել, որի 1%-ը կազմում է 80 միլիոն դոլար, եւ եթե այդ 1%-ը ուղղեր երկրաշարժից անօրինության խնդրի լուծմանը, ապա այսօր մենք այլ պատկեր կունենանք։ Այսինքն Գյումրու քաղաքը վերջնականապես աղետի գոտու հասկացողությունից դուրս կգար, պարոն Բալասարյան։ Ես թիրախային եմ նշել, ընդանուր չեմ ասել։ Վերածվում է արդեն երկխոսության։ Չէ, ես չգիտեմ, մենք խաղաղության մեջ ենք, ըստ կառավարության, զենք ինչ կենենք։ Եվս մեկ անգամ կրկնում եմ, բարձրաձայն, ես չեմ անդրադառնում, թե 8 միլիարդ արտաքին պարկը ինչպես է ծախսվել, ինչ ոլորտներում է ծախսվել, ես դրան չեմ անդրադառնում։ Ես փաստում եմ այն, որ 8 միլիարդ դոլար արտաքին պարկից, եթե 1%-ը ուղղեն Գյումրու երկրաշարժից անօրինությամբ գտնվող խնդրի լուծմանը, ապա այս 8 տարիների ընթացքում մենք աղետի գոտի հասկացողությունը լիարժեք կվերացնենք Գյումրի քաղաքում։ Դա է իմ ասածը, թե ինչ կերպ են ծախսվել, ինչպես են այդ 8 միլիարդ դոլարը ինչ ուղղություններով է գնացել, ես դրա մեջ չեմ խորանում, դրան չեմ անդրադառնում։ Նշեմ, որ 1 տարվա ընթացքում ամենացայտուններից մեկը 50% աշխատավարձի բարձրացումն էր, որը միանգամից Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը խոստումներին համաձայն իկադար ածեց եւ 31 կետանոց մեր նախընտրական կետերից 21-ը, որը ուժի մեջ է, իսկ ճնշող մեծամասնությունը արդեն կատարել ենք։ Այդպիսի մեծ աշխատանք ենք կատարել։ Այսքանը, շնորհակալություն։